երեք իմացանք, որ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը արդեն դատարանում է։ Պետք է մի բան ընկալենք, այն ինչ որ այսօր կատարվում է վեհափառ Հայրապետի նկատմամբ, դա ոչ միայն ամոթ է մեր ամբողջ հայ ազգի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլ պետությունների, այլ ազգի ներկայացուցիչների դիմաց, այլ նաև մեծ մեղք է Աստծո առջև։ Իսկ ցանկացած մեղք մենք գիտենք, որ պահանջում է հատուցում։ Այդ մեղքի պատասխանը տալու ենք մենք, ոչ միայն քննիչներն են տալու, ոչ միայն դատախազներն են տալու, ոչ միայն այդ գործի պատվիրատու նեռն է տալու այդ մեղքի պատասխանը, այլ դա նաև ամբողջական հայ ժողովրդի վրա է, մեր վրա, իմ վրա, նույնիսկ եթե ես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործը հարուցելու հետ, մենք որպես հայ ազգ, որպես ամբողջականություն պատասխանատվություն ենք կրում, որովհետև այն անձինք, ովքեր այդ գործը հարուցել են, դա արել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից, եւ դա նաև կոչվում է հանրային քրեական հետապնդում։ Մեղադրողները կոչվում են հանրային մեղադրողներ։ Իրենք ամեն ինչ անում են մեր անունից։ Մենք ենք պատասխան տալու։ Մենք հիշում ենք անցյալ դարի 20-30-ական թվականներին, երբ որ եկեղեցու դեմ հալածանքները եղան, դրանից հետո 41 թվականին սկսվեց հայրենական մեծ պատերազմը եւ հայ ժողովուրդը 300,000 զոհ տվեց այդ պատերազմի ժամանակ։ Ցանկացած մեղք հատուցում է պահանջում։ Հիսուս Քրիստոս եկավ մեր մարդկության մեղքերը մաքրելու, իր արյունով վճարեց, ինքը արդար լինելով, ինքը որևէ առնչություն չունենալով այն մեղքի հետ, որ մենք գործել ենք, ինքը իր արյամբ վճարեց դրա դիմաց։ Մենք ենք վճարելու, մեր սերունդներն են վճարելու այսօր գործվող մեղքի դիմաց։ Դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է չընկալի սա որպես մեկ անձի կամ եկեղեցու կամ եկեղեցականների դեմ հետապնդում կամ հետապնդումներ, քանի որ բազմաթիվ քրեական գործեր կան հոգևորականների նկատմամբ։ Սա մարտահրավեր է մեր ամբողջ հայ ժողովրդին։ Ես եւ դուք ենք վճարելու այս մեղքի դիմաց։ Մտածենք սրա մասին։